Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, հարգարժան լրագրողներ, շնորհակալություն, որ եկել եք մեր հրավերով։ Այսօրվա ասուլիսը վերաբերում է նրան, թե ինչպիսի խաղաղություն մենք պետք է ունենանք եւ ինչպես ենք պատրաստվում այն ունենալ։ Եվ այս ասուլիսի ընթացքում ես կներկայացնեմ անվտանգության, Հայաստանի անվտանգության համակարգի եւ զինված ուժերի բարեփոխման մեր ծրագիրը։ Նախ այն, ինչ ես ներկայացրեցի իմ նախորդ ասուլիսում, որ վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ներխուժումներին, ճիշտ էր, եւ դա հաստատվեց անկախ լրատվամիջոցների հետաքննություններով նաեւ, Factor TV, Ազատություն, Civilnet, Հետք եւ նաեւ անկախ լրագրողների էլի հետաքննություններով, օրինակ Թաթուլ Հակոբյան։ Դրանով մենք ապացուցեցինք նաև, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս իշխանությունը ստում է եւ գաղտնի ու թաքուն է պահել մեզանից այս ներխուժումների վերաբերյալ փաստերը։ Այս համերով հանդերձ բազմաթիվ են մեր հասարակությունում հարցերը, իրավացի հարցերը, որ քննադատելուց խնդիրները ներկայացնելուց զատ պետք են նաև լուծումներ։ Եվ հիմա նաև ես կներկայացնեմ այն լուծումները, որոնք պետք է մեզ բերեն իրական խաղաղություն։ Մենք ունենք հաստատված 6 քայլ մեր մասնագիտական հետազոտություններով, այդ 6 քայլը ես հիմա կներկայացնեմ։ Առաջինը, մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով վարչապետի Նարընթեր, որին կտրվի 6 ամսվա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր։ Հանձնաժողովը կունենա նաև ընթացիկ վերահսկողության գործառույթ։ Երկրորդ, հանձնաժողովին կտրվի նաև հստակ ժամկետներ եւ հաշվետվողականություն, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ, թե ինչպես կարող ենք եւ հանձնաժողովի մանդատը կլինի ցույց տալ, ինչպես կարող ենք ունենալ զսպման կարողություններ, մեր լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։ Եվ իհարկե այս գլխավոր հարցերից է լինելու ինչպես բարեփոխել եւ արդիականացնել մեր բանակը, որպեսզի մենք ունենանք մոբիլ բանակ, որը կարող է նաեւ տեղերում ունենալ լիարժեք կարողություններ տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու։ Երրորդ, պետական ներդրումները անվտանգության բնագավառում։ Մինչև այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը անհապաղ փոփոխություն կարվի օրենքում եւ օրենքի մակարդակով կամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը եւ մեր պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել հնայի 8%-ից ցածր։ Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարուց սկսած մենք բանակի բյուջեն կավելանա 1 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Դրանից բացի այս գումարից 500 միլիոն դոլար, այսինքն կես միլիարդ դոլար կուղղվի ռազմաարդյունաբերական ծախսերին եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, տեղական կազմակերպություններից նաեւ տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով հենց դրան կուղղվեն այդ կազմակերպություններին։ Իհարկե մենք զուգահեռ կունենանք նաեւ անհապաղ ձեռնամուխ կլինենք տեղական ռազմաարդյունաբերական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։ Մյուսը մեր անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի իրագործումը, ներդնումը եւ իրագործումը։ Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, որը ամբողջությամբ երկիրը սկսում է աշխատել պաշտպանության համար։ Կառավարությունը, այսինքն պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը, քաղաքացիները հստակ ունենալով դերաբաշխումներ աշխատում են երկրի հանուն երկրի պաշտպանության։ Սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնում գնում են բանակ իհարկե, սա նշանակում է, որ ամենը գիտի հստակ իր դերը եւ իրականացնելու է այդ դերը, այլ ոչ թե զբաղվելու է ինքնագործունեությամբ կամ ստիպված լինի պետության կառավարման որևէ քաղաքականության բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում իրենք ուղիներ որոնել, որպեսզի օգնեն մեր բանակին, օգնեն մեր պաշտպանությանը։ Եվ օրինակ կարող եմ բերել, օրինակ պետությունը պետք է հստակ հաշվառված իմանա, ասենք որևէ քաղաքում կա օրինակ ենթադրենք կոշիկ կարելու հնարավորություն ունեցող կազմակերպություններ կամ
հացի փուռ ենթադրեն եւ դրանք բոլորը պետք է հստակ ծրագրված իմանան, որ օրինակ ճգնաժամային իրավիճակներում կամ աստված չանի որևէ պատերազմի ժամանակ նրանք բոլորը միանգամից ձևափոխում են աշխատանքը եւ աշխատում են արդեն հանուն երկրի պաշտպանության։ Քայլ 5-րդ. ճշմարտություն եւ պատասխանատվություն։ Մեր իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք երկու կարևորագույն զեկույցներ։ 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չհրապարակվեց, եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Ակնհայտ է, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի զեկույցով այս իշխանությունը փորձում է թաքցնել իր ձախողումները, մեր հասարակությունում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերի մեր հասարակությունն ունի իրավունք ստանալու այդ հարցերի պատասխանները եւ մենք դա լիարժեք կապահովենք։ Մյուսը 6-րդ կետը խելամիտ սահմաններ եւ թվային պաշտպանություն։ Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային նաեւ ներուժի հնարավորինս նվազ ներգրավման, բայց լիարժեք սարքավորումների, արհեստական բանականության, նաեւ սարքավորումների օգտագործման։ Այստեղ շատ կարևոր է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որը մենք պետք է շեշտադրենք անպայման, որպեսզի նաև դա անվտանգության համակարգի հիմքերում լինի։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի եռաշերտ համակարգ այստեղ գործի։ Ավտոմատ վաղ ազդարարում եւ ավտոմատ հայտնաբերում, իրական ժամանակում ազդանշան եւ արագ արձագանք։ Սրանից զատ մենք նաև բնականաբար բարձրացնելու ենք մեր զինվորականների նկատմամբ վերաբերմունքը եւ արժանապատիվ վերաբերմունք, որ ոչ թե սպան դիտվի, ինչպես այս իշխանության օրոք է, զինվորականը սպան դիտվի որպես բեռ, սոցիալական բեռ, այլ մեր պետության կարևորագույն հենասյուներից։ Եվ առհասարակ սա պետք է լինի մեր բանակի նկատմամբ վերաբերմունքը։ Մեզ համար կարևորագույն նպատակներից է սահմանների անառիկ պահելը, Հայաստանի պետական սահմանների, եւ դրա համար մենք այնպես ենք վերափոխելու պաշտպանության, երկրի պաշտպանության համակարգը, որպեսզի կատարվի այդ խնդիրը, ներգրավելով տարբեր համակարգեր։ Օրինակ, Հայաստանի սահմանների անառիկության պաշտպանության կարևորագույն գործառույթ է կատարում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը սահմանապատ զորքերով։ Այստեղ նույնպես կարողությունները պետք է հատկապես սահմանների անառիկ պահելու հետ կապված ուժեղացվեն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը կարող էր եւ պարտավոր էր անել 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած, որպեսզի բարձրացներ մեր պետության պաշտպանության ծծման կարողությունների մակարդակը։ Բայց իհարկե ամբողջությամբ ձախողել են այս խնդիրը։ Նաև թույլ տվեք հատուկ ասել, որ մենք համագործակցելու ենք, լայն համագործակցություն ենք ապահովելու նաև արտասահմանյան մեր գործընկերների, արտասահմանյան բանակների հետ։ Արևելքի, արևմուտքի, բայց հատկապես նաև Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համակարգերի հետ։ Մենք ապահովելու ենք նաև լիարժեք համագործակցություն մեր Սփյուռքի հետ։ Մենք բազմաթիվ Սփյուռքի հզոր հայրենակիցներ ունենք, մարդիկ ունենք, որոնք աշխատում են որպես փորձագետներ բանակի ռազմական հարցերի կամ անցել են օրինակ արդեն թոշակի, բայց իրական բարձրակարգ մասնագետներ են, մենք նրանց նույնպես պարտադիր հրավիրելու ենք, եթե պետք լինի նաև վճարովի համակարգով իհարկե արտասահմանյան նաև խորհրդատուների աջակցությանն ենք դիմելու եւ նաև այստեղ է սա եւս մի ոլորտ է, որը Նիկոլ Փաշինյանի հակասփյուռքյան քաղաքականության պատճառով նույնպես ձախողված է եւ հնարավոր խանգարում է, հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք լայնորեն ներգրավենք մեր Սփյուռքի հայրենակիցներին նաև այս հարցերին։ Հիմա մի կարևոր հարց։ Եկեք հասկանանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նահանձամբ ձախողել մեր բանակի արդիականությունը եւ երկրի պաշտպանությունը։ Այստեղ մեկ հարց կա, նրանց ծրագիրը մեկն է։ Ես դա կոչում եմ ռազմավարական անկարողություն կամ ստրատեգիական անկարողություն։ Սա նշանակում է ոչինչ չանել 6 տարվա մեջ, որպեսզի պաշտպանության հավասարակշռություն ապահովի քո հակառակորդի հետ։ Խոսքը վերաբերում է քաղաքական, իրավական, դիվանագիտական եւ կոնկրետ դեպքում իհարկե պաշտպանության հնարավորություններին։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չեն հասկանում, որ Ադրբեջանի պես պետությունը զիջելու դեպքում միայն նոր ագրեսիաներ է հրավիրում եւ այդ պետությունը դիտարկում է պատերազմները որպես իշխանությունը պահելու գործիք, որի հետևից հիմա գնում է ակնհայտորեն այս իշխանությունը, որ զիջումները միայն բերելու են պատերազմի։ Եվ դրա լավագույն ապացույցը, ես ուզում եմ այստեղ կարևոր ընդգծել, դրա լավագույն ապացույցը 2020-ից 2024 թվականներին իրենց կատարած Ադրբեջանին տված բոլոր զիջումների արդյունքում միևնույն է այն իրական սպառնալիքներ, որ Ադրբեջանը նախատեսել էր 2025 թվականին հարձակվել մարտին, հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մասնավորապես ես ուզում եմ նաև մեջբերել այս կառավարության հետ համագործակցող, նաև նրանց աջակցող գիտնականներից մեկին, օրինակ պարոն Ներսես Կոպալյանը EVN հայտնի պարբերականում տված հարցազրույցում հատուկ ընդգծել էր, որ մարտի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը բազմաթիվ, ինչպես նաև պաշտոնյաներ ունեին տվյալներ հիմնավոր, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես Սյունիքի նկատմամբ։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը, նրանց ներկայացրած թրիփը պարզապես փրկեց այս իրավիճակը եւ ՔՊ-ին նաև կարելի ասել, դե իհարկե նաև մեր երկրի համար էր նաև խաղաղության այս գործընթացը ապահովեց եւ թույլ չտվեց հետագա, այսինքն հիմքեր դրեց եւ թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա։ Հիմա եկեք հասկանանք, որ ռազմավարական անկարողությունն է նրանց պատճառը, որ 6 տարի անց դեռ չեն կարողացել ստեղծել մեզ համար, մեր երկրի համար զսպման կարողություններ։ Սա ժամանակահատված է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տևողությունից էլ ավել է։ Ակնհայտ է, որ նրանք չունեն թե անձնական, թե քաղաքական կամք ու կարողություններ այս խնդիրը լուծելու։ Եվ այս ձախողված քաղաքականությունը ակնհայտ բացասական է ազդում մեր երկրում քաղաքական համակարգի, ներքին գործընթացների վրա, նաև խոսույթի վրա եւ պարակտում է մեր հասարակությունը շարունակաբար։ Եկեք մեկ օրինակ բերեմ Սահմանադրական հանրաքվեի օրինակը։ Ակնհայտ է, որ Սահմանադրական հանրաքվեն Իլհամ Ալիևի հանրաքվե է եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ զիջումը անում է այս ձախողված քաղաքականության պատճառով։ Գիտեք, խաղաղությունն ու անվտանգությունը սրտիկներով ու պաչիկներով չի եւ օրը 5 անգամ խաղաղություն գոռալով չի, որ կարող են դրանով անվտանգություն ապահովել։ Ես ուզում եմ հատուկ մեկ բան ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում չկան պատերազմ ուզող ուժեր քաղաքական համակարգում։ Սա ակնհայտ է եւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ պատերազմամետ կուսակցություններ կան, պատերազմ բերող, դա բացարձակ դեմագոգիա է եւ դա ծառայում է մեր երկրի, մեր հակառակորդ երկրի շահերին։ Նաև ուզում եմ հատուկ մեջբերել արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանի այդ ծառայությունը գործում է Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ։ Այդ ծառայության 2026 թվականի զեկույցում ամրագրված է, որ 26 թվականին վերաբերող, որ 26 թվականին անհավանական է համարվում ռազմական էսկալացիան։ Հիմա տեսեք, նրան ենթակա կառույցը, արտաքին հետախուզական ծառայությունը, որով այդքան հպարտանում են, հայտարարում է, որ անհավանական է ռազմական էսկալացիա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ամեն օր խոսում է պատերազմի մասին։ Ակնհայտ է, որ սա նրա քաղաքական պատասխանատվությունն է եւ նրա անձամբ, նրա կողմից օգտագործվող սպեկուլյացիա է։ Մի կարևոր նաև բան եմ ուզում այստեղ, որպեսզի մենք հստակ հասկանանք քաղաքական առումով։ Տեսեք, երկու հարց կա, որ պարտադիր մենք պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կապված ընդգծենք։ Մարդիկ, որոնք 6 տարի շարունակ չեն կարողացել մեզ համար ստեղծել իրական զսպման ու առհասարակ զսպման կարողություններ, բարեփոխել ու արդիականացնել մեր բանակը, իրավունք չունեն սպառնալ պատերազմով իրենց ձախողումները հիմք ունենալու։ Միակ պատճառը, որ նրանք սպառնում են մեզ, հիմա կարողանում են սպառնալ մեզ պատերազմով, արտաքին ադրբեջանական ներխուժմամբ, որպեսզի ազդեն ընտրողների քվեի վրա, դա այն է, որ նրանք գիտակցաբար են մեր երկիրը թողել այս վիճակում, ինքնապաշտպանական կարողությունները չեն զարգացրել, որ հիմա սպառնան պատերազմով։ Ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Հարցը չպետք է լինի, սա նրանց խաղն է եւ մենք դրա մեջ չպետք է մտնենք։ Հարցն այն է, որ հարցը այն չէ, թե ով է պատերազմին կողմ, ով է խաղաղությանը կողմ,
բոլորը խաղաղության կողմ են։ Հարցը այն է, թե դուք ինչու եք ձախողել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգը։ Եվ այստեղ ես 3 հարց եմ նրանց տալիս։ Առաջին, եթե դուք վախենում եք մեր երկրի համար զսպման կարողությունները զարգացնել, բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք չեք կարողանում մեր երկրի համար կարողություններ ու զսպման կարողությունները ամրապնդել ու բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք կարծում եք դա հնարավոր չէ, դուք նորից էլի պետք է հեռանաք։ Այս բոլոր հարցերի պարագայում ակնհայտ է, որ էլի պատճառը խորքային այդ ձախողումն է, եւ սա շատ կարեւոր է, եւ նրանք հիմա ուզում են այդ ձախողումները թաքցնել նրա տակ, որ թե ով է խաղաղությանը դեմ, ով է պատերազմին կողմ։ Եվ անվտանգության համակարգի հետ կապված մի կարևոր նաև հարց եմ ուզում ընդգծել։ Անվտանգությունը մեր ամենակարևորագույն խնդիրներից է անվտանգության ապահովումը, որովհետև մենք արդեն ունեցանք օրինակ, երբ Երասխում Նիկոլ Փաշինյանը գործարան էին ստեղծում կամ հիմնում, ադրբեջանական մի քանի կրակոցների պատճառով ու սպառնալիքների պատճառով տեղափոխեցին այդ գործարանը։ Այս նրա արդյունքն է, որ մինչև հիմա մեր երկրի անվտանգության ու պաշտպանական կարողությունները ձախողել են նրանք եւ որևէ զարգացում մենք այստեղ չունենք։ Եվ դրա համար, որ ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե ինքը վախենում է գալ, կարող է, չգիտեմ, ով է իրենց մոտ պատասխանատու այս հարցերում, թեև նրանք էլ ամբողջությամբ ձախողած են։ Իմ այդ բանավեճի բովանդակային կողմը ակնհայտ է, որ նրանք չեն կարողանալու ապահովել, որովհետև ձախողումների արդյունքը ամբողջությամբ սա է։ Գիտեք, եւ նաեւ ուզում եմ ես հստակ եզրահանգում անել, այսպեսի նաեւ նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը կառուցվում են բազմաթիվ գործոնների հիման վրա եւ հիմքեր ունեն, սկսած տնտեսական աճից, դիվանագիտությունից, քաղաքականությունից, մինչև իրավական հարցեր, բայց այս ամենը մեր անվտանգության համակարգի հիմքերն են, որոնք պետք է խարսխված լինեն մեր ռազմական կարողությունների վրա, սա շատ կարևոր, մեր պաշտպանական կարողությունների վրա, եւ դրանք մենք պետք է կոչենք զսպման կարողություններ։ Ինչու զսպման կարողություններ, որ որևէ երկիր մեր վրա հարձակվելուց առաջ 10 անգամ ավել մտածի, որ հարձակվի թե չէ, որովհետև դա իր վրա շատ ավելի ծանր է նստելու, որ ստիպի նրան մտածել ու չհամարձակվի մեր երկրի վրա որևէ անգամ մտքով անցկացնել նման հարձակում կամ ագրեսիա։ Այնպես որ մեզ պետք է արդյունավետ ինքնապաշտպանություն, արդյունավետ կարողություններ պաշտպանության եւ դա կարող ենք անել իմ ներկայացրած նաեւ մեր թիմի մշակած, իմ ներկայացրած ծրագրի հիման վրա։ Եվ այն, որ այսօր նրանք այս 10 օրը ինչ անցել են մեր ժողովրդին սպառնալուն, պատերազմով, շանտաժի ենթարկելով մեր ժողովրդին, սա է, որ հենց պատճառը նրանում է, որ ձախողած է ամբողջ այս խնդրի լուծումը, դրա համար էլ նաև կարողանում են դրա մասին խոսալ։ Եվ ես նաև հստակ ուզում արձանագրել, որ իրականում իրական փոփոխությունների ժամանակը պետք է գա, այդ արդարությունը կարևոր է, որ գալիս է եւ իրականում ապահովելու է մեր երկրի համար թե անվտանգություն, թե խաղաղություն։ Շնորհակալություն, հիմա պատրաստ եմ հարցերին պատասխանել։